Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նախասեն, որ մեզ համար շատ հարազատ է այդ գաղափարը, որ Հայաստանին պետք են համակարգային փոփոխություններ, որոնք հիմնականում պետք է կապված լինեն կառավարման մոդելի հետ սահմանադրության եւ երկրորդը, որը նույնպես առանցքային թեմա է, դա արդարության համակարգի անկախության երաշխիքների ստեղծումը, որովհետեւ ես լիովին կիսում եմ այն մոտեցումը, որ դատավորները, քննչական մարմինները, չգիտեմ, ինչու՞ չէ կատարողական համակարգը պետք է զերծ լինեն քաղաքական եւ գլխավորապես իշխանության ճնշումներից։ Այդ առումով ինչպես է այսօրվա վիճակը գնահատում։ Ահա որ։ Եվ ես կարծում եմ, այսքան վատ երբեք չի եղել։ Այսինքն, եթե անգամ այնպես չի, մենք շատ լուրջ ռեպրեսիաների ենք ենթարկվել, մեր դեմ ինչ ասես կիրառվել է, 5000 ձերբակալված մարդ ենք ունեցել, հարյուրավոր քաղբանտարկյալներ, չգիտեմ, անարդար դատավճիռներ եւ այլն եւ այլն, բայց երբեք չի եղել, որ պետության ղեկավարը վեր կենա ու ըստ էության ասի, օրենքը ես ասենք, այն ինչ որ կատարվում է օրինակի համար հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ այս ոտնձգությունները, երբ որ մարդկանց բացարձակապես անհիմն տանում են բանտեր, երբ որ ակնհայտ օրինակի համար, որ վեհապարին հրաժարականի, ինչ ասեմ, դրդելու նպատակով ուղղակի գործ են սարքում իր շրջապատի վրա եւ փորձում են իր վրա ճնշումներ գործադրել, երբ որ ասենք օրինական տերը եկեղեցու գալիս է կադաստրի թղթով ասում, որ հովանավանքը մեր սեփականությունն է եւ ինչ որ մարդիկ ներխուժել են, որոնք կարգալույծ են, իրավունք չունեն եւ այլն եւ ոստիկանությունը կանգնում է ոչ թե օրինական սեփականատիրոջ թիկունքին, այլ կանգնում է օրինակ խախտի տվյալ դեպքում վարչապետի թիկունքին։ Սրանն ի՞նչ է։ Այսինքն այսպես իսկապես որ երբ որ պետության ղեկավարը դուրս գա ու արդեն հանրայնորեն բացահայտ ասի, որ օրենքը գործում է ուղիղ այնպես, ինչպես ես ուզում եմ, որ այդ օրենքը գործի, այդպեսի բան չի եղել։ Տակից ինչ որ բաներ արել են, եղել է, չգիտեմ, այդ հեռախոսային իրավունքը, 1000 մի բան, բնականաբար եղել են խախտումներ, բայց այդ ամեն ինչը եղել է, ասենք, թաքուն եւ ասենց ասեմ, այնպեսի մեթոդներ են, որոնք անտեսանելի են եղել։ Հիմա բացահայտ մարդիկ խախտում են իրավունքը։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ իսկապես ամենակարևոր խնդիրներից մեկը այսօր Հայաստանի ժողովրդավարական ազատությունների, քաղաքացիական ազատությունների, չգիտեմ, մեր սահմանադրական ազատությունների վրա մի հատ աննախադեպ գրոհ է գնում եւ պետք է այս ամեն ինչի դեմն առնել։ Բնականաբար մենք տեսնում ենք, որ հարցը միայն Փաշինյանի հեռացման չի, որը անպայման պետք է լինի, մենակ նա հեռացման մեջ չի, այլ նաև համակարգային փոփոխությունների մեջ է, որը պետք է, ասենք, բացառեն նման բաները։ Օրինակ, եթե այս բանը իրագործվի, կամ դրա ավելի լավ մոդիֆիկացված վարիանտները, ասենք, ես բանը բացարձակապես չի բացառի, որ այսօր նա անկախ քննիչ կկարողանար գնար ուղղակի արդեն կալանավորման օրդերով գնար Փաշինյանի մոտ։ Հանգիստ կարար գնար մեկը Փաշինյանին ձերբակալել այս ամեն ինչի համար։